Հարգելի իմ դիտող, ուրեմն 3 YouTube-յան մեկնաբանություններում ինձ գրել էին, որ աղջիկս խնդրում եմ կնայեք 1992 թվականի հունիսի 29-ին Արաբո ջոկատի 78 տղաների ճակատագիրը, թե ինչ պատճառներով բախվեցին այդ դառը իրականությանը և արդյոք եղել է դավադրություն։ Պատճառները մոլորակների լեզվով կասեմ, իսկ դավադրություն եղել է թե չէ Արաբոյի տղաների հետ կապված և այդ դեպքը եղել է դավադրության արդյունքում, թե ոչ։ Արաբոյի ջոկատի տղաների ընկնելը դավադրության արդյունքում ա եղել արդյոք։ Յոթը սրերը հաստատ խոսում է այդ մասին, այստեղ եղել է դեպրեսիա, այստեղ եղել են ֆինանս, այստեղ եղել է ինֆորմացիայի հոսք, եղել է ուժեղ պայքար, շատ ուժեղ պայքար, նույնիսկ անհավասարազոր պայքար և խաբեություն տղաների հանդեպ, այսինքն այո, անարդար բան ա տեղի ունեցել։ Երբ որ մենք նայում ենք ըստ մոլորակների դասավորվածության, հիմա տեսեք մենք ինչ պատկեր ենք ունեցել այդ օրը նատալ քարտով։ Ուրեմն Արաբո կամավորական ջոկատի 78 մարտիկների անհետացման և զոհվելու ողբերգական դեպքերը տեղի են ունեցել, ինչպես ասեցի, 1992 թվական հունիսի 29-ին Արցախի Մարտակերտի շրջան Հասանղայա, այժմ Հայկաջուր գյուղի մոտակայքում։ Աստղաբանական տեսանկյունից նատալ և տրանզիտային քարտեզների համադրությամբ այդ օրը բնութագրվում էր չափազանց ծանր ճակատագրական և կոնֆլիկտային մոլորակային դիրքեր, որոնք պատմության մեջ հաճախ կապվում են մեծ կորուստների, անվերադարձ շրջադարձերի հետ։ Մոլորակների դիրքը հենց այդ օրը տիեզերական պատկերը ներկայացնում էր հետևյալ հիմնական դիրքերը. արևադարձային կենդանակերպով, եթե մենք նայում ենք արև խեցգետին, եղել է 7 աստիճանում, խեցգետինը խորհրդանշում է հայրենիքը, տուն և արմատներ, ինչը ցույց է տալիս, որ մարտերը մղվում էին հանուն սեփական հողի պաշտպանության։ Լուսին երկվորյակներում ա եղել վերջին աստիճաններից անցում խեցգետնի նշան։ Մարս ցուլի 26 աստիճանում, Մարսը պատերազմի մոլորակը գտնվում էր դանդաղ, բայց համառ ու ծանր երկրային նշանում, հողի համար կատաղի, ծանր ու ֆիզիկապես հյուծող կռվի ցուցիչ որպես։ Մերկուրին եղել է առյուծում 0 աստիճան, Վեներա եղել է խեցգետնում 12 աստիճան, Յուպիտեր եղել է կույսում 11 աստիճան, Սատուրն եղել է ջրհոսում 17 աստիճան և ունեցել է հետընթաց ռետրոգրադ դիրք, Ուրանը և Նեպտունը Աց եղջյուրի 16-17 աստիճանում, երկուսն էլ հետընթաց են եղել, գլխավոր ճակատագրական միացում, Պլուտոն և Կարիճը եղել են 20 աստիճանում և հետընթաց, մահվան, տրանսֆորմացիայի և մասսայական կորուստների մոլորակը եղել է իր այսպես պիկում, ուժեղագույն դիրքում։ Աստղաբանական գլխավոր ասպեկտները, եթե նայում ենք և ազդեցությունը, այդ օրերի երկնային պատկերը կրում էր մի քանի խիստ վտանգավոր և ճակատագրական ասպեկտներ, որոնք ակտիվացրել են կորստի և զոհաբերության էներգիան։
Հիմա տեսեք ինչ է տեղի ունեցել։ Ուրանի և Նեպտունի հազվագյուտ միացում այդ եղջյուրում 1992-ից մինչև 1993 թվականներին տեղի ունեցավ դարակազմիկ իրադարձություններ։ Ուրանի անակնկալները, աղետները և Նեպտունի մշուշն անհետացում և գաղտնիքների միացում։ Ինչ ազդեցություն կարող էր ունենալ, սա բացատրում է տղաների շրջափակման մեջ ընկնելը, մշուշոտ ու անհասկանալի պայմաններում անհետանալը և տասնամյակներ շարունակ նրանց ճակատագրի անհայտ մնալը։ Դա եղել է Նեպտունի ազդեցության ներքո։ Սատուրն և Ուրան Նեպտունի ուրեմն կես քառակուսի, սա բերում է կիսալարվածություն, Սատուրնը սահմանափակումներ, մահ, ծանր ճակատագիր։ Լարված հարաբերության մեջ էր նաև Ուրանը, Ուրան-Նեպտուն միացման հետ։ Սա խորհրդանշում էր անդառնալի հարված, թակարդ, որտեղից դուրս գալը գրեթե անհնար էր, և դաժան իրականություն, որին բախվեց Արաբոյի տղաները։ Պլուտոնի տրինը բարենպաստ, բայց հզոր ասպեկտ Մարսին։ Կարիճի Պլուտոնը ցուլի Մարսի հետ կազմում էր ճշգրիտ ասպեկտ։ Ազդեցությունը մարտիկները ցուցաբերել են գերմարդկային ուժ, տոկունություն և կռվել են մինչև վերջի շունչը։ Պլուտոնը տալիս է հզոր կամք և հերոսական մահ հանուն գաղափարի, հանուն հայրենիքի, սակայն Պլուտոնը նաև զանգվածային ոչնչացման էներգիա էր կրում իր մեջ։ Արևի և Վեներայի միացումը Խեցգետնում։ Ազդեցությունը սա ցույց է տալիս, որ տղաների նվիրվածությունը հայրենիքին, նրանց անունների սրբացումը և այն մեծ հուզական ցավը Խեցգետինը ամենահուզական նշանն է, որը թողեց այս կորուստը հայ ժողովրդի սրտում։ Եթե այս ամեն ինչը ամփոփելու լինեմ, 1992 թվականի հունիսի 29-ին տրանզիտային քարտեզը ցույց է տալիս, որ տղաները գտնվել են տիեզերական ծայրահեղ ծանր էներգիաների ազդեցության տակ, որտեղ գործել է Նեպտունի մշուշի և անհետացման, Սատուրնի դաժան ճակատագրի սահմանափակումների։ Նրանց պատմությունը մնաց հայոց պատմության մեջ որպես ամենացավալի, բայց միևնույն ժամանակ ամենահերոսական էջերից մեկը։ Եթե մենք նայում ենք դավադրությամբ, ապա Արաբո ջոկատի 78 մարտիկների ողբերգական մահվան և անհետացման շուրջ դավադրության, դավաճանության վարկածը տարիներ շարունակ ամենաքննարկվող ու ցավոտ թեմաներից է եղել հայկական իրականության մեջ։ Ըստ աստղաբանական տեսանկյունի 1992 թվականի հունիսի 29-ի մոլորակների դիրքերը ևս հստակ մատնացուցում են անում, որ գաղտնիքներ, թակարդ, տեղեկատվության ընդդիտավորյալ թաքցնում կամ սխալ ուղղորդում տեղի ունեցել։ Աստղաբանական ցուցիչները Նեպտունի կենտրոնական դերը, դավաճանություն և խաբեություն։ Ինչպես որ նշվեց, Նեպտունը աստղաբանության մեջ պատասխանատու է գաղտնիքների, թակարդների, թիկունքից հարվածների, դավաճանությունների և իրականությունը քողարկելու համար։ Ուրանի հետ դրա միացումը այդ եղջյուրում հուշում է, որ ջոկատը հայտնվել է նախապես պատրաստված կամ հանկարծակի ստեղծված տեղեկատվական մշուշի մեջ, ինչը կարող էր լինել նաև դավադրության հետևանք։ Մերկուրին առյուծում 0 աստիճան, ինֆորմացիոն բլոկադա։ Մերկուրին կապ, տեղեկատվություն, հրամանատարություն գտնվում էր նշանի սահմանագծին և լարվածության մեջ էր Պլուտոնի հետ։ Սա խոսում է կապի կտրման, կեղծ հրամանների կամ կենսական նշանակություն ունեցող տեղեկատվության ուշացման կամ թաքցնելու մասին։ Լուսնի դիրքը, երկորյակների բամբասանքներ, երկակիություն վերջին աստիճաններից անցնում էր Խեցգետին, ինչը ցույց էր տալիս, որ իրականությունը երկար ժամանակ մնալու էր երկակի, քննարկվող և լիքը համեմված գաղտնիքներով։ Իրական հիմնավորումը և պատմական փաստերը, եթե մենք աստղերով նայենք,
առանց աստղերի ավելի շուտ նայենք, իրական կյանքում ևս տասնամյակներ շարունակ առաջ է քաշվել դավադրության հետևյալ վարկածները՝ տեղեկատվության արտահոսք և ծուղակ ջոկատի հրամանատարական կազմի և հարազատների շրջանում երկար ժամանակ կասկածներ կային, որ ադրբեջանական կողմը նախապես իմացել է Արաբոյի տեղաշարժի հստակ ուղղությունը։ Տղաները մտել էին Մարտակերտի շրջանի Հասնղայա գյուղի ձորակը, որտեղ նրանց արդեն սպասում էին հակառակորդի գերազանցող ուժերը, անհավասար մարտ էր գնացել մեր տղաների և Ադրբեջանի զինվորների հետ։ Սա հիմք տվեց կարծելու, որ եղել է ներքին դավաճանություն կամ ինֆորմացիոն արտահոսք։ Չեն հասել օգնության, շատերի մոտ հարց էին առաջանում, թե ինչու մոտակա հայկական ստորաբաժանումներ չկարողացան ժամանակին օգնության հասնել շրջափակման մեջ ընկած ջոկատին կամ ինչու կապը հրամանատարության հետ կտրվեց։ 2008-ի տեսանյութի հայտնվելուց հետո ադրբեջանական կողմը համացանցում տարածեց տեսանյութ, որտեղ հստակ երևում էր սպանված հայ մարտիկները։ Դա վերջ դրեց լուրերին, թե տղաները ողջ են և գտնվում են գերության մեջ, բայց նորից թեժացրեց հարցը, ինչպես հակառակորդին հաջողվեց այդքան հեշտությամբ ոչնչացնել փորձառու, հզոր պատրաստված ջոկատը, եթե չկար դավադիր ծրագիր կամ լուրջ մարտավարական սխալ։ Տեսնենք, ուրեմն 1992-ից մինչև 2008 թվականի շուրջ 16 տարի ջոկատի տղաները պաշտոնապես համարվել են անհետ կորած։ Ծնողներն ու հարազատները հույս ունեին, որ նրանք ողջ են կամ գերության մեջ են։ 2008-ի մայիսին ադրբեջանական կողմը համացանց գցեց 1992 թվականի արխիվային կադրերը։ Արաբոյի հրամանատար Մանվել Եղազարյանը և հարազատները տեսանյութով ճանաչում են իրենց մարտական ընկերներին ու որդիներին։ Ես առանձնացրել եմ նաև Մանվելի քարտը, ուսումնասիրել եմ, տեսեք Մանվել Եղազարյանի նատալ քարտը ոչ թե նրան կապում է դավադրության կազմակերպման հետ, այլ ցույց է տալիս, որ նա դարձել է այդ ողբերգական իրադարձությունների զոհը և կրել է կյանքի ամենածանր ու ամենամեծ հարվածը։ Աստղաբանության մեջ հրամանատարի քարտեզը միշտ սերտորեն կապված է եղել իր ջոկատի ճակատագրի հետ։ Մանվել Եղազարյանը ծնվել է 1960 թվականի ապրիլի 9-ին։ Նրա նատալ քարտեզի և 1992 թվականի հունիսի 29-ի տրանզիտների համադրությունը բացատրում է, թե ինչու է նրա անունը շաղարկվում այս պատմության դավադրության խոսակցությունների հետ։ Խոյի արև և խոյը եղել է արևում, կարիճը, ուրեմն լուսին բնավորության հիմքը, ռազմիկի տիպար, նրա արևը գտնվում է խոյի նշանում, ինչը բնորոշ է ի ծնե առաջնորդի, անվախ ռազմիկների հրամանատարին։ Ծանր հոգեբանական բեռ, նրա լուսինը հույզերի ներաշխարհում է, գտնվում է կարիճում, Պլուտոնի տիրապետության տակ։ Սա նշանակում է, որ նա կյանքում ստիպված է անցնել մասսայական կորուստների, մահվան և խորը հոգեբանական ճգնաժամերի միջով։ 1992 հունիսի 29-ի ճակատագրական հարվածը Մանվելի քարտեզին։ Այդ օրը երկնքում տեղի ունեցող մոլորակային դասավորվածությունները բառացիորեն գրոհել են նրա անձնական քարտեզը։ Սատուրնի հարված արևին 1992 հունիսին տրանզիտային Սատուրնը դաժան ճակատագիր, պատասխանատվություն, կորուստ գտնվում էր ջրհոսում և կազմում էր լարված քառակուսի ասպեկտ Մանվելի նատալ արևի հետ։ Սա աստղաբանության մեջ համարվում է կյանքի ամենածանր հարվածներից մեկը, երբ մարդու վրա ընկնում է հսկայական պատասխանատվություն, և նա կորցնում է իր համար ամենաթանկ բանը՝ իր ջոկատը, իր զավակներին։ Պլուտոնի անցումը լուսնի վրայով, տրանզիտային Պլուտոնը մահ, աղետ, գտնվում էր կարիճի 20 աստիճանում։
ինչը համընկնում է նրա նատալ լուսնի դիրքի հետ։ Սա խորհրդանշում է ներքին մահ և հուզական վերափոխում։ Տղաների անհետացումը նրա համար եղել է անձնական, հոգեբանական ջախջախում։ Ինչու է նրան կապում դավադրության վարկածների հետ։ Աստղաբանական տեսանկյունից նրա քարտեզում Մերկուրի միտք, խոսքը և Վեներան գտնվում էին ձկների նշանում, ինչը ենթադրում է, որ ինտուիտիվ զգացմունքային մարդ է, ով հաճախ կարող է բախվել անհասկանալի թաքնված իրավիճակների հետ։ Իրական կյանքում դավադրության վարկածների թեժացման, քանի որ Մանվել Եղազարյանը այդ օրը ջոկատի հետ չէր, նա վիրավոր էր կամ այլ առաջադրանքով հիմնական այսպես շտաբում էր, քարտեզը ցույց է տալիս, որ նա ինքը տարիներ շարունակ փնտրել է դավադրության հետքեր, քանի որ Սատուրնի և Պլուտոնի ազդեցությունն նրա մեջ արթնացրել է մեղավորության խորը զգացում. ես այնտեղ չէի, ես չկարողացա փրկել իմ ջոկատը։ Եթե ամփոփելու լինեմ, Մանվել Եղազարյանի քարտեզը ցույց չի տալիս, որ նա դավադիր է եղել։ Այն փաստում է, որ նա կրել է այդ դավադիր կամ քաոսային իրադարձությունների ամենածանր հոգեբանական խաչը, որը նրան ուղեկցել է ողջ կյանքում։ Աստղաբանական նատալ քարտեզների տրանզիտների համադրությունը ցույց է տալիս, որ տեղեկատվական թակարդը և ներքին քաոսը գեներացվել են հենց մեր հայկական կողմի ներսում տիրող ծայրահեղ անկազմակերպության պատճառով։ Աստղաբանությունը չի կարող տալ կոնկրետ անուններ, բայց այն հստակ նկարագրում է էներգիաների բնույթը 1992 թվականի հունիսի 29-ի քարտեզի։ Կան 3 գլխավոր ցուցիչներ, որոնք հաստատում են, որ խնդիրը եղել է ներսից։ Նեպտունի դիրքը հայկական կողմի քարտեզում ինֆորմացիոն քաոս, ներքին խլություն ու կուրություն, ոչ ուզել են լսեն, ոչ ուզել են տեսնեն։ Նեպտունը պատասխանատու է գաղտնիքների, սխալների, ինֆորմացիոն խաբկանքների համար։ Այդ օրերին հայկական ռազմական հրամանատարության քարտեզում Նեպտունի ծանր ազդեցությունը ցույց է տալիս, որ մեր շտաբները չունեին հստակ պատկերացում, թե որտեղ է գտնվում հակառակորդը, ինչու դավադրություն։ Ոչինչ ճշտած չի եղել։ Կուրորեն ուղարկել են, գնացեք, հրաման են տվել, գնացեք։ Ոչ մի ինֆորմացիա չեն ունեցել, թե որտեղ են տեղակայված ադրբեջանցի զորքերը։ Մերկուրի և Պլուտոնի լարվածությունը կապի կտրում ներսում։ Համակարգը, ուրեմն Մերկուրին, որը պատասխանատու է զորքերի միջև կապի և հրամանների փոխանցման համար, գտնվում էր ծայրահեղ, թույլ և լարված վիճակում։ Սա նշանակում է, որ հայկական ստորաբաժանումների միջև կապը բառացիորեն կոլապսի է ենթարկվել։ Կապ չկա, ուղարկում են, այսպես հրաման են տալի, գնացեք։ Թիկունքի անտեսում։ Քարտեզը հուշում է, որ երբ տղաները մտել են մարտի մեջ, թիկունքում մեր կողմում չեն հասկացել իրավիճակի լրջությունը, ինչի պատճառով նույնիսկ օգնություն չի եղել։ Սա կողքից դիտվել է որպես դավադրություն, բայց աստղերով դա ներքին քաոսի և կորստի ցուցիչ է։ Ուրեմն Սատուրնի սահմանափակումը, պատասխանատվության խուսափումը, մեղքը բարդելը ուրիշների վրա, Սատուրնի դիրքը ցույց է տալիս, որ ողբերգությունից հետո հայկական ռազմական վերնախավը փորձել է փակել թեման և խուսափել է պատասխանատվությունից, ինչը բնորոշ է Սատուրն-Նեպտուն ծանր ասպեկտներին։ Տեղեկատվության դիտավորյալ սառեցում հենց մեր կողմից տարիներ շարունակ սնվել են հարազատների մեջ այն վարկածը, որ տղաներին դավաճանել ու ծախել են։ Ուրեմն եթե մենք այս ամեն ինչը մանրակրկիտ նայում ենք, դուրս է գալիս, որ Հայաստանի Հանրապետության նատալ քարտեզ 21 սեպտեմբերի 1991 թվականի հունիսի վերջի տրանզիտների համադրությունը ցույց է տալիս, որ մեր նորաստեղծ պետությունը հենց այդ շրջանում գտնվում էր իր պատմության ամենախոցելի, անկազմակերպ և տեղեկատվական առումով կուրացած փուլում։ Շատ փնթի վիճակ ա եղել, ժողովուրդ ջան։ Մերկուրին և Մարսի լարվածությունը ՀՀ քարտեզում կազմակերպչական թուլություն։
չեն ունեցել կազմակերպչական դիրք, չեն կարողացել ճշտել, ունեցել են թույլ ինֆորմացիա կամ ընդհանրապես ոչ մի ինֆորմացիա։ 1992 թվականին անկախապետությունը արդեն Հայաստանում ուներ ընդամենը մի քանի ամսվա պատմություն։ Ռազմական հստակ հետազոտություն, գաղտնի կապի միջոցներ, կենտրոնացված հրամանատարություն, որպես այդպիսին դեռ գոյություն չունեին։ Քարտեզը ցույց էր տալիս, որ ինֆորմացիան շտաբների մեջ փոխանցվում էր քաոսային, ոչ պրոֆեսիոնալ ճանապարհով։ Այդ սխալը հետո են ուղղել։ Հայաստանի քարտեզում լուսինը խորհրդանշում էր ժողովրդին եւ նրա բանակը, զինվորներին։ 1992 թվականի հունիսի տրանզիտային ծանր մոլորակները Ուրանն ու Նեպտունը դանդաղորեն անցնում էին ՀՀ քարտեզի կարևորագույն կետերով։ Նեպտունի այս ազդեցությունը պետական մակարդակով ստեղծել է տոտալ քաոս, սխալ պատկերացումներ ռազմաճակատի իրավիճակի մասին եւ ինֆորմացիոն բլոկադա։ Այստեղ ծածկել են իրենց փնթիությունը, հասկանում եք, իրենց թուլությունը ծածկել են, չեն ուզել պատասխանատվության ենթարկվել, որովհետև այդ 78 տղաների դառը դաժան ճակատագիրը կապ ունի իրանց չիմացության, թուլության, փնթի օպերացիա կազմակերպելու հետ։ Ահա թե որտեղից է գալիս այս դավադրությունը, որպեսզի իրենք պատասխանատվության չենթարկվեն։ Հայաստանի հռչակման պահին Պլուտոնը մասսայական կորուստների և տրանսֆորմացիայի մոլորակը չափազանց ակտիվ էր։ 1992 թվականի հունիսի 29-ին այն ակտիվացրեց ՀՀ քարտեզի ռազմական տան Մարսի կետը։ Սա նշանակում էր, որ այդ օրերին տեղի ունեցած կորուստները, ներառյալ Արաբոյի 78 մարտիկների ողբերգությունը, աստղաբանորեն պետության ձևավորման հիմքում ամենացավոտ, բայց անդառնալի զոհաբերությունն է եղել։ Այս տղաները իրենց ուղղակի զոհաբերեցին հանուն հայրենիքի։ Եվ ով էր, որ ասում էր տղաները իրենց զոհաբերեցին հանուն ոչնչի, եւ ով էր, որ այս դառը, այս հայրենասեր տղաների ձեռքբերումը մի ստորագրությունով տվեց Ադրբեջանին։ Տղաները կռվել են շատ հզոր ուժով, ընկել են հանուն հայրենիքի, սիրել են իրենց հողը, իրենց այրան գնով պաշտպանել են իրենց հայրենիքը, իրենց հողն ու ջուրը, չեն վախեցել, որ թիկունքում չունեն օգնություն, չեն վախեցել, որ մի քանի անգամ իրանցից շատ ա եղել Ադրբեջանի զորքերը, չեն վախեցել, որ տալիս են իրենց երիտասարդ կյանքը երազներով լի, չգիտեմ ոնց խոսամ էլ։ Այս գաղտնիքները բացվեցին մենակ նրա համար, որ բարերար Յուպիտեր մոլորակը 2008 թվականին գտնվում էր այդ եղջյուրի նշանում։ Այն նշանակում էր, որտեղ 1992-ին տեղի է ունեցել Ուրանի և Նեպտունի մշուշոտ միացումը, որը ծնել էր անհետացման գաղտնիքը։ Յուպիտերը լույս սփռեց վերջապես այդ դաժան իրականության վրա, և այդ նյութը 2008-ին հրապարակվեց։ Ուրեմն Պլուտոնը մահվան և վերածննդի մոլորակը 2008 թվականին փոխեց իր նշանը և մտավ այդ եղջյուր։ Դա պետական և ազգային մակարդակի հին, չսպիացած վերքերի վերաբացման տարին էր, որտեղ հարազատները տեսան և ճանաչեցին իրենց զավակներին և նորից այսպես լույս սփռվեց, թե իրենց հետ ինչ է տեղի ունեցել։ Տեղից հասկացան, որ Արաբոյի ջոկատի տղաները մահացել են, այլ ոչ թե անետ կորած են։ Այսպես ժողովուրդ ջան։ Եվ էլ եմ ասում, աչք փակել կամ հող զիջել կամ
որոշումներ կայացնել ու հաշվի չառնել, թե ինչի գնով են ձեռք բերվել հողերը և ինչի գնով տրվեցին այդ հողերը նորից ադրբեջանցուն։